խնդրում եմ ռուսական քարոզչական այդ նարատիվները բերել այստեղ տիրաժավորել։ Ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք եւ պարտավոր ենք ուղակի կարեկցել են ամեն ինչ որ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, Ուկրաինայի ժողովրդի հետ, ցեղասպանություն է տեղի ունենում Ուկրաինայի նկատմամբ, բայց մենք Ուկրաինայի հարցով չենք այստեղ, Ռուսաստանի վարած մարդատյաց, հայատյաց քաղաքականությունն է մեզ բերել այստեղ, Արցախի հայաթափված Արցախի ճակատագիրն է բերել այստեղ եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությունը այդ բոլոր գործողություններին Ադրբեջանին սադրելու, հրահրելու եւ մինչ օրս Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել, սադրել Ադրբեջանին, հարձակվել Հայաստանի վրա եւ իդեպ հայաստանյան մի շարք շրջանակներ, որոնց որոշ հովանավորյալներ այստեղ ներկա են, ուրեմն հենց այդ պատերազմին են սպասում։ Մենք համաձայն չենք այդ քաղաքականությանը եւ դրա համար ենք այստեղ։ Մենք հայտարարել ենք, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, այդտեղ բանալի բառը պատերազմն է, պատերազմը վարում են թշնամիները, իսկ թշնամիները պիտի արժանանան մեր համաժողովրդական ցասումին եւ ուրեմն անհամաձայնությանը։ Արցախի հայաթափման համար մեղադրում եք ռուսական կողմին։ Այդ դեպքում ինչ արեց Արցախի պատերազմների ժամանակ, Արցախյան պատերազմների ժամանակ, Հայաստանի արևմուտքի մնացածի գնահատականը կտանք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է 3 կողմից Ռուսաստանի միջնորդությամբ։ Ռուսաստանը ձախողել է ընդհանրապես որպես միջնորդ այս հակամարտության մեջ որևէ դերակատարություն ունենալ։ Հետևաբար ոչ արևմուտքը, ոչ ձեր նշած որևէ կողմ, որևէ պարտավորություն չի ունեցել Արցախի նկատմամբ։ Ռուսաստանը ունեցել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավոր էր Արցախի հայության անվտանգությունը երաշխավորել, ոչ թե ամեն ինչ անել, որպեսզի ուրեմն ադրբեջանցիներին հրահրեր եւ սադրեր այն գործողություններին, որոնք տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դրա վերաբերյալ բազմաթիվ արցախցիների վկայություններ եւ պատմություններ կան։ Եթե արդեն հայկական կողմը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, ինչ կարող էր անել այս Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել էր շատ ավելի վաղ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի մարդասպան նախագահ Պուտինը եւ խնդրում եմ այդ կոնտեքստից կտրված բաները մի հայտարարեք։ Փաշինյանը Պրահայում ինչն էր ճանաչել Այն ինչ արդեն նախորդ ճանաչվել էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ միջազգային հանրության կողմից էր ճանաչվել։ Ինչը տարավ։ Նայեք, ես հիմա քաղաքական դիսկուսիի մեջ չեմ ուզում ձեզ հետ մտնել։ Ես ձեզ հետ չեմ ուզում քննարկել հարցեր, որոնք եթե ուզեք, առանձին պատրաստ եմ քննարկել։ Մենք հիմա այստեղ ենք Լավրովի այցի դեմ։ Լավրովը չպիտի գա Հայաստան, իմանալով, որ այստեղ որևէ բան, որևէ տրամադրություն Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ չի արմատավորվել։ Ռուսաստանը այլևս չպիտի Հայաստանին վերաբերվի որպես ծայրագավառ գրպանում դրած իշխանությամբ։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի արժանապատվություն, ունի արժանապատիվ քաղաքացիներ եւ մենք չենք թույլ տալու, որ Ռուսաստանը ուզած քաղաքականությունը այստեղ առաջ մղի ադրբեջանցիների, թուրքերի հետ համաձայնությամբ մեր կյանքերի եւ մեր տարածքների հաշվին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են նման քաղաքականություն վարում, որ Ես չգիտեմ դուք ինչ եք հասկացել։ Չէ, դուք ասում եք։ Ես չգիտեմ ինչ եք հասկացել։ Չէ, ձեր խոսքից Ես ասում եմ մեր ակցիան Ասում եմ նախկինում եղել է այդպես, այո, Ռուսաստանը Հայաստանին վերաբերել է որպես ֆորպոստ ամենաբարձր մակարդակով, դրա մասին են նույնիսկ հայտարարել եւ Հայաստանի իշխանությունները, ոչ Սերժը, ոչ Քոչարյանը ծպտուն չեն հանել, երբ որ այդ Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի խոսնակը Հայաստանում ասում էր, որ Հայաստանը իրենց ֆորպոստն է։ Այդպիսի բան այլևս չի լինելու, այդ վերաբերմունքը պիտի արմատապես փոխվի եւ հայ-ռուսական հարաբերությունները պիտի որակական փոփոխության ենթարկվեն, ռազմավարական դաշնակցային հարաբերություններից պիտի իրական հարաբերությունների մակարդակի եւ որակի բերվեն։ Հայաստանի դաշնակից ում եք տեսնում դուք։ Ես այդ մասին հիմա չեմ ուզում խոսել։ Ես ձեզ ուզում եք, ասենք, ոչքի վրա ես այդպես կարևոր հարցերի պատասխանեմ։ Մեր ասում եմ մեր ակցիան Լավրովի Հիմա Ռուսաստանի մերժում եք, չգիտեք։ Դավաճան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի դեմ մենք ակցիա ենք իրականացնում։ Դուք ինձ ինչեր եք հարցնում։ Դադարեցրեք այդ հարցերը։ 55 օր առաջ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենք Եվրոմիության անդամակցելու մասին։
լրագրող եք, թե եկել եք այստեղ Անդամակցությունը Google փակ է։ Wikipedia հարցը։ Գնացեք տուն կարդացեք։ Մենք չենք ուզում ձեզ այդ քննարկումների մեջ մտնենք, ժողովուրդ, դուք ուրիշ ֆորմատի եք սովոր քննարկումների եւ հարցազրույցների։ Հարց եք տալիս, նույնիսկ չեք լսում պատասխանները։ Ակցիան կոնկրետ ունի նպատակ Լավրովին ցույց տալու իր տեղը, թե որտեղ են գիշերում խեցգետինները։ Այո։ Պարզը։ Շատ լավ որակ։ Կարևորը մենք մեր ասելիքը ասում ենք, կարևորը պաստառները պարզված են, մենք այստեղ բազմամարդ ակցիայի կոչ չենք արել, այստեղ ելույթներ նույնիսկ նախատեսված չեն, թեև դրա համար եւ առիթ կարող է լիներ եւ ցանկություն, բայց որոշեցինք, որ լուր այս պաստառները պիտի պարզենք եւ միջազգային հանրությանը եւ ձեզ հարգելի լրատվամիջոցներ պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը Ռուսաստանի գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության եւ մեր տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ գլոբալ մակարդակում, հատկապես պատերազմը նկատի ունենալով Ուկրաինայում։ Պարոն Բաբաջյանի, ձեր ակցիային նաև անդրադարձել է Մարիա Զախարովը, նշելով, որ USAID-ի գումարները դեռ ամբողջովին չեն վերջացել, ինչպես եք մեկնաբանում։ Հիմարագույն ձևակերպումները թող որևէ մեկը ձեր ամբողջ շրջապատից ցույց տա մի սենտ, որ ես ստացել եմ USAID-ից կամ ես կապ ունեմ Միացյալ Նահանգների դեսպանատան հետ։